Երեկ Ադրբեջանի նախագահը արել է մի քանի հայտարարություն, կարդում եմ։ Պատմական նվաճում էր, որ երկու երկրներն անցյալ տարվա օգոստոսին նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր, այսպիսով վերջ դնելով ավելի քան 30 տարվա պատերազմին եւ արյունահեղությանը։ Հետո շարունակել է. Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երբեք խաղաղության մեջ չեն ապրել որպես անկախ երկրներ։ Երբ մենք անկախացանք 91 թվականին, արդեն ռազմական հակամարտության մեջ էինք, բայց այսօր խաղաղության օգուտներն արտացոլվում են համագործակցության հենց սկզբում։ Հետո նաև ասել է, որ մենք կարող ենք շարունակել հակամարտությունը, բայց սա կհանգեցներ անվերջ պատերազմների, դա կնշանակեր ավելի շատ տառապանքներ, ավելի շատ զոհեր, պատերազմը երբեք չէր ավարտվի, ինչ որ մեկը պետք է կանգնեցներ այս գործընթացը, եւ մենք որոշեցինք դադարեցնել այն։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր փակել պատերազմի էջը եւ օգտագործել խաղաղության հնարավորությունները։ Այսինքն Ադրբեջանի նախագահը վերահաստատել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է, հաստատված է խաղաղություն եւ մենք այդ խաղաղությունից արդեն օգուտներ ենք քաղում եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Ողջունելի հայտարարություն է, դա նույնն է, ինչ մենք ենք ասել այսքան ժամանակ։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Դուք այն հայտարարությունները, որոնք ես կարդացի, ամենայն հավանականությամբ մեր մամուլում չեք տեսել։ Մեր ընդդիմադիր մամուլի մեծ մասում հաստատ չեք տեսել։ Իսկ գիտեք ինչու չեք տեսել։ Չեք տեսել, որովհետեւ մեր ընդդիմադիր մամուլին ձեռնտու չի, որպեսզի նման հայտարարությունները տարածվեն Հայաստանում։ Ոչ էլ ձեռնտու է ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Ինչու՞, որովհետև նկատած կլինեք առաջ, երբ որ ադրբեջանցի պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների, լրագրողների, բլոգերների, չգիտեմ, կամայական ադրբեջանցի օգտատերերի կողմից արվում էին հայտարարություններ, ապակառուցողական, ագրեսիվ հայտարարություններ Հայաստանի հասցեին, վարկենական այս հայտարարությունները ողողում էին մեր ընդդիմադիր մամուլը, բոլորը մեջբերում էին այդ խոսքերը, քաղաքական գործիչները սկսում էին վերլուծել այդ խոսքերը, դրա վերաբերյալ, այսինքն դրա հիմքով դավադրապաշտական տեսություններ էին կազմում, թիրախավորում էին իշխանությանը սրա հիմքով, որ ահա սա է ձեր բերած խաղաղությունը կամ չգիտեմ, գնում ենք մենք թուրքացման, այսինչ է եւ այլն, պատերազմ է լինելու եւ այլն։ Բայց հիմա որևէ ծպտուն չկա, որևէ ծպտուն չեն դնում այս խոսքերը մամուլում։ Ինչու՞, որովհետև իրենց ձեռնտու չի, որովհետև հակամարտությունը, հակամարտության տրամաբանությունը, պատերազմի վտանգը, ցավը, տառապանքը իրենց գլխավոր քաղաքական կապիտալն է։ Պատերազմի վտանգը եղել է իրենց քաղաքական կապիտալը, երբ որ իրանք իշխանություն էին, երբ որ դրանով վախեցնում էին եւ կոռուպցիայով էին զբաղվում։ Եվ դա իրենց հիմնական կապիտալն է եղել իրենց ընդդիմադիր եղած ժամանակ, որովհետեւ նկատած կլինեք, ցանկացած ռազմական բախման, պատերազմի, լարվածության ժամանակ իրենք ակտիվացել են։ Երբ որ Ադրբեջանից հնչել են ապակառուցողական հայտարարություններ, իրենք ակտիվացել են։ Երբ որ չեն հնչել, իրենք պասիվացել են, որովհետեւ իրանք գոյության իմաստը հակամարտությունն է եւ իրենց ցեղ չի տալիս, երբ որ ֆիքսում են եւ Հայաստանի ղեկավարները եւ Ադրբեջանի, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է։ Եվ այս տարի մենք ունենք անելու շատ կարեւոր ընտրություն։ Մենք տեր ենք կանգնում խաղաղությանը, ընտրում ենք խաղաղությունը եւ այսպիսով անշրջելի ենք դարձնում խաղաղությունը, թե լսում ենք ընդդիմությանը եւ գնում ենք արդեն փորձված եւ ոչ միտեղ չտանող ճանապարհով։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը 2026 թվականին անպայման հաղթելու է։ Լավ եղեք։